Քարամյանների ընտանիքն արդեն 8 տարի ծաղկի մշակությամբ է զբաղվում։ 1200 քառակուսի մետր մակերեսով ջերմոցում աճեցված ծաղիկները տարիներ շարունակ եղել են ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը։ Սեփական գործից գոհ և ապագայի նկատմամբ վստահ, մշտապես զարգացրել են տնտեսությունը, բայց հիմա հայկական մի շարք ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների պատճառով անորոշության մեջ են հայտնվել։ Հիմա լավ է, բայց հիմա ինչ լավ։ Մենա տեն մեկ ինչ վիճակը։ 270 կապ 3 տարի դատարկել ենք զիբլիաման։ Մի էլ պետք է քաշենք, բայց քաշենք ինչ անենք։ Ինչը քաշեք, այսինքն խաղենք, հա, պետք է խաղենք շուկայի, բայց խաղենք տանենք ինչ անենք։ Տանում ենք, հետ ենք բերում նորից թափում։ Ֆերմերի խոսքով արտադրության ծախսերը շարունակում են աճել, իսկ իրացման շուկաները սահմանափակ են։ Ծաղկաբույծները պատմում են, որ ստիպված են եղել խուզելու և մաքրելու տնկարկները, մինչև արտահանման հարցը լուծում ստանա։ Զոր, ընդհանրապես շատ դժվար է։ Սա բոլոր 90% սաղ գյուղը ծաղիկ է, սաղ նույն վիճակն է։ Ստեղծված իրավիճակից ելնելով այսօր սպառումը դադարեցվել է, ներքին շուկան այդքան հնարավորություն չունի, որ կարողանանք սպառել ներքին շուկայում, արտաքին շուկան էլ հայտնի պատճառներով առայժմս կանգնած է։ Տեղական շուկայում վաճառքներն էլ հուսադրող չեն։ Գյուղացիներն ասում են, մեծ քանակությամբ ապրանք են տեղափոխում վաճառքի, սակայն իրացվում է միայն փոքր մասը։ 270 կապ տարել ենք, ընդամենը 3000 ենք ծախել, մնացածը բերել եմ, երկրորդ տարանք, նորից հենց ենք գրուզավիկն էլ իմնա, բյուզովը լցրած է, որ տանեմ դատապ։ Նույնն է պատկերը նաև ելակ մշակողների մոտ։ Ամիսներ շարունակ խնամված բերքն այսօր նրանց համար ոչ թե եկամտի, այլ մտահոգության աղբյուր է դարձել։ Ասում են, եթե իրացման շուկաները նվազեն կամ արտահանման խոչընդոտներ առաջանան, տարիների աշխատանքն ու ներդրումները կարող են վտանգվել։ Ելակի այգիներ ունեմ, թարխուն ունեմ, մի խոսքով, մի շարք ծառեր կան պտղատու, որ այսօրվա դրությամբ մենք կանգնել ենք մի տեսակ երկընտրանքի առաջ ու չգիտենք ոնց անելու ամենի ճակատագիրը, բայց այսօր մի տեսակ մենք տարակուսանքի մեջ ենք, չգիտենք ինչա ստացվելու, ոնց է ստացվելու։ Գյուղացիների եկամտի զգալի մասը կախված է արտահանումից և արտաքին շուկաներում ձևավորվող պահանջարկից։ Տնտեսական ցանկացած փոփոխություն այդ ոլորտում անմիջապես ազդում է նրանց վրա։ Հիմա Ռուսաստանի հետ կապված մեր առևտրատնտեսական այս միջպետական կապը, եթե այսօրվա դրությամբ կանգնեց այդ կոլապսի առաջ, մենք այլևս մի տեսակ հողի հետ կապված անելիք չենք ունենալու, ինչ ենք անելու, մեր ընտանիքները պահելու համար ստիպված ենք արտագնա աշխատանքների, բայց ստացվում է, որ այս հարցն էլ է մի տեսակ բանկրոտի ենթարկված։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ռադիոլուրին հայտնել են, որ սահմանափակումների հարցը հայ-ռուսական քննարկումների օրակարգում է, բանակցում են առկա խնդիրները կարգավորելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու շուրջ։ Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարության որոշմամբ գործարկվել է Հայաստանից ջերմատնային արտադրության, թարմ, պտուղ բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը, որի նպատակը արտահանողների համար նոր շուկաների հասանելիության և շուկաների դիվերսիֆիկացման խթանումն է։ Ըստ այդմ, 2026 թվականի հունիսին արտահանվող ջերմատնային լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների համար փոխհատուցումներ են նախատեսված միջազգային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու համար։ Ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական, ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը արտադրանք կարտահանեն։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը պարոն փոխվարչապետ ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Նշեմ, որ այս աջակցության միջոցառման ժամկետը սահմանված է 1 ամիս, ըստ անհրաժեշտության այն վերանայվելու սկզբունքով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ այս ծրագրին կհաջորդեն աջակցության այլ ծրագրեր՝ մրգերի, գինու, կոնյակի ու հանքային ջրերի արտահանման համար։ Ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, քննարկումներ են ընթանում մի շարք երկրների հետ, որպեսզի որոշ ապրանքների ներմուծման մաքսային արտոնություններ տրամադրեն հայկական ընկերություններին։ Սա իհարկե մեր արտադրողներին եւս կգա օգնելու եւ նաեւ նոր շուկաներ գտնելու եւ հետագայում արդեն ավելի, այսպես ասած, կանոնավոր հիմքերի վրա այդ շուկաներ մատակարարումներ ապահովելու համար։ Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով խթանել հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միություն, Միացյալ Թագավորություն եւ Կանադա։ Հայ արտահանողների համար աջակցության նոր քայլերի մասին է հայտարարում նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ըստ դեսպանի, շուտով կհայտարարվեն կոնկրետ միջոցառումներ ուղղված հայկական բիզնեսի եւ արտահանողների աջակցությանը։ Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ։ Մարագոսը նաև ընդգծում է, որ եվրոպացի գործընկերները ցանկանում են լսել հայ արտահանողների եւ տնտեսվարողների առաջարկները, հասկանալու թե ինչ գործիքներով կարող են աջակցել նրանց նոր շուկաներ մուտք գործելու եւ արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու գործում։ Նրա խոսքով Եվրամիությունն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, իսկ առաջիկայում նախատեսվող լրացուցիչ միջոցառումները կոչված են ամրապնդելու այդ աջակցությունը եւ նպաստելու շուկաների դիվերսիֆիկացմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը չուշացավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրո տրամադրել։ Այսօր ես զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումները։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք եւ դա անընդունելի է։ Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները, Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Մենք չափազանց լավ գիտենք այդ գործելավոճը։ Հենց այդ պատճառով էլ Եվրոպան հաստատակամորեն աջակցում է Հայաստանին։ Ֆոն դեր Լայենը հավելյալ գրել է, որ Եվրամիությունը կշարունակի ամրապնդել կապերը եվրոպական եւ հայկական բիզնեսի միջև։ Երևանում վերջերս կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Նրա խոսքով այս նախաձեռնությունների հետագա առաջխաղացումը կքննարկվի փոխկապակցվածության հարցերով նախարարական հանդիպման ժամանակ հունիսի 23-ին։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։